Պարոն Մկրտչյան, փաստորեն այս նախաձեռնությունը իրականացնելուց հետո քաղաքացին ունենալու է մեկ զանգ, մեկ հեռախոսահամար, այլևս չի զանգելու 102, 103, 104, չգիտեմ, այնտեղ 101, մի հատ համար կա արտակարգ իրավիճակների կամ պատահարների դեպքում, դա 112-ն է լինելու եւ բոլոր տեսակի օգնության կարիք ունեցողները զանգում են մի համարով եւ այդ օգնությունը կազմակերպվում է, ճիշտ ենք հասկացել։ Շնորհակալություն հարցի համար, այո, պարոն Խաչատրյան, 104-ը չկա, հիմա ասեմ ներկայումս գործում է 102, 911 եւ 101 համարները, ընդ որում 101-ը կլանված է 911-ին, այսինքն երբ որ զանգում եք 101, միանում ենք 911, այս համարների փոխարեն գալու է 112-ը, բայց այս համարները շարունակելու են գործել, քանի որ քաղաքացիները դեռևս իներցիայով կամ տարբեր նկատառումներով զանգելու են այս համարներից, սրանք կփոխանցվեն 112-ին, մինչև որ մենք իրազեկման արշավներ կիրականացնենք, որ քաղաքացիներին վստահ լինենք, որ արդեն իրենց մեջ էլ է այն ընկալումը, որ հիմնական համարը 112-ն է, նոր այս համարները կհանենք շրջանառությունից եւ այս ընթացքում մինչև 27 թվականը կգործի իհարկե 103 շտաբ բժշկական օգնության հեռախոսահամարը, որը հիմա փոխգործելիությամբ կաշխատի 112-ի հետ, մենք կստանանք, եթե այդ կարիքը նաև հասցեագրված կլինի քաղաքացու 112 համարին, կփոխանցենք շտաբ բժշկական օգնություն։ 27 թվականից այդ համարի սպասարկումը նույնպես կտեղափոխվի տվյալ կառավարման գրասենյակ։